Հորիզոնը շարունակում է աշխատանքը բարևձեզ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստում Արայիկ Հարությունյանը ընտրվել է 2026 թվականին սպասվող խորհրդարանական ընտրությունների քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական շտաբի պետ։ Վահագն Ալեքսանյանը շտաբի պետի քարոզչության գծով տեղակալ։ Այս մասին Facebook-յան էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալություն վստահության համար իգործ բարեկամներ Facebook-յան իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ 60 կողմ 1 դեմ 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ երեկ երեկոյան ընդունել է եկամուտների համընդհանուր հայտարարագրի լրացումը պարզեցնող օրինագիծը։ Կատարված փոփոխությունները ուժի մեջ կմտնեն մինչև նոյեմբերի 1-ը։ Այսպիսով հարկային օրենսգրքում կատարվելու են հետևյալ փոփոխությունները։ Հայաստանի այն քաղաքացիները, որոնք հայտարարատու են ըստ օրենքի, կարող են մինչև վերջնաժամկետը չլրացնել իրենց հայտարարագրերը։ Նրանց հայտարարագրերը կհամարվեն լրացված եւ հանձնված այն տեղեկատվության հիման վրա, որը Պեկին տեսանելի է։ Երկրորդ փոփոխությունը սոցիալական կրեդիտների համակարգում է։ Քաղաքացիները կկարողանան իրենց վճարած եկամուտների եկամտային հարկի հաշվին փոխհատուցում ստանալ կրթության եւ առողջապահության գծով կատարած ծախսերի ուղղությամբ, եթե մուտք գործեն եւ անգամ առանց որևէ փոփոխության հայտարարագիրը հանձնեն կամ հաստատեն։ Իրականացվող երրորդ փոփոխությամբ ինքնաշխատ տարբերակով ՊԵԿ-ը ավելի լայն հասանելիություն կունենա տեղեկատվությանը։ Կոմիտեն որոշակի հասանելիություն կունենա տարբեր տվյալների բացառությամբ բանկային գաղտնիքի, բայց փոխարենը կսահմանվի մեկ դրույթ։ Օրինակ, եթե քաղաքացին մուտք է գործում եկամուտների հայտարարագրման համակարգի համապատասխան հարթակ, որպեսզի ինքը իր ձեռքով չլրացնի, թե ավանդից ինչքան տոկոս է ստացել, կլինի համապատասխան դաշտ, որով քաղաքացին իր համաձայնությունը կտա ՊԵԿ-ին։ ՊԵԿ-ը քաղաքացու փոխարեն բանկից կստանա ավանդներից ստացված եկամուտների վերաբերյալ տվյալները եւ ինքնաշխատ կլրացվի։ Ընտանիքի անդամների միջև դրամական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինելու։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն շնորհավորական ուղերձ է եղել Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևին Հանրապետության օրվա առթիվ։ Լիահույս եմ, որ մոտ ապագայում նախատեսված Ղազախստանին պաշտոնական այցի ընթացքում մենք կքննարկենք Հայաստան-Ղազախստան միջպետական օրակարգը՝ ի նպաստ բարեկամության, բարօրության եւ դեպի ապագան միտված երկկողմ ռազմավարական հարաբերությունների առաջմղման, նշված է ուղերձում։ Երևանի ավականու որոշմամբ քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի պատվավոր քաղաքացի կոչում է շնորհել գրականագետ բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Ավետիք Իսահակյանին, լրագրող, մանկաբարձ, հասարակական մշակութային գործիչ Մարկ Գրիգորյանին եւ նկարիչ Տարոն Մուրադյանին։ Պարգևատրվել են նաեւ Երևանի քաղաքապետարանի եւ ենթակա կառույցների այն աշխատակիցները, ովքեր ավելի քան 45 տարի բարեխղճորեն աշխատում են Երևանի համար։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը հերթական հայտարարությունն է տարածել։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 27-ին ժամը 9-ից մինչև ժամը 21-ը կդադարեցվի Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի Չարենցի, Չայլախյան, Ջահուկյան, Վանի հերոսամարտի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Հոկտեմբերի 27-ին ժամը 9-ից մինչև հոկտեմբերի 28-ը ժամը 21-ը կդադարեցվի Սյունիքի մարզի Շաղատ, Բալակ, Անկեղակոտ, Մուսկ, Սառնակունք, Ծղուկ, Գորայք, Սպանդարյան բնակավայրերի գազասպառողների, Նորաշ, ՍԿ ընկերությունների ԱԳԼՃԿ-ների, Բորիսովկա ընկերության, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Հոկտեմբերի 28-ին ժամը 9:30-ից մինչև հոկտեմբերի 29-ը ժամը 15-ը կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Գրիգոր եւ Սարգիս Գուրզադյանների, Սուվորովի, Լորիս Մելիքյան, Բելինսկու փողոցների, Մասնակի, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 40-ից մինչև 76, Նրբանցքի թիվ 2-ից մինչև 58 բազմաբնակարան շենքերի եւ հարակից առանձնատների, թիվ 13 բազմաբնակարան շենքի, թիվ 1-ից մինչև 49A հասցեների առանձնատների, Գլինկայի փողոցի թիվ 2A, 6, 19, 21, 23 բազմաբնակարան շենքերի, Գլինկայի Նրբանցքի, առաջին Նրբանցքի առանձնատների, Աճեմյան փողոցի թիվ 14, 14 կոտորակ 1, 14 կոտորակ 2, 16, 18, առաջին Նրբանցքի թիվ 4 կոտորակ
կոտորակ 5 բազմաբնակարան շենքերի, Աճեմյան փողոց թիվ 1-ից մինչև 131 եւ Աճեմյան փակուղու թիվ 4-ից մինչև 21 կոտորակ 1 հասցեների առանձնատների, Երկաթգծի փողոցի թիվ 6, 28, 29, 30, 35 բազմաբնակարան շենքերի, Երկաթգծի 4-րդ բարակի առանձնատների, Միչունինի փողոցի բազմաբնակարան շենքերի եւ առանձնատների, Որմնադիրների փողոցի, Նրբանցքի եւ Շարքերի առանձնատների, Խորենացու փողոցի թիվ 209, 211 բազմաբնակարան շենքերի, թիվ 161-ից մինչև 239 հասցեների առանձնատների, Սարի թաղամասի 7-րդ փողոցի թիվ 67 բազմաբնակարան շենքի, թիվ առաջին փողոցից մինչև 28-րդ փողոց Նրբանցքի առանձնատների, Սարիթաղի առաջին շարքի թիվ 3 կոտորակ 2-ից մինչև 25, երկրորդ շարքի թիվ 31-ից մինչև 36, երրորդ շարքի թիվ 1-ից մինչև 84, 5-րդ շարքի թիվ 1-ից մինչև 155 կոտորակ 4, 6-րդ շարքի թիվ 2-ից մինչև 160, 7-րդ շարքի թիվ 1-ից մինչև 10, 8-րդ շարքի թիվ 1-ից մինչև 135, 9-րդ շարքի թիվ 4-ից մինչև 230, 10-րդ շարքի թիվ 1-ից մինչև 155 կոտորակ 4, Դավիթ Բեկի փողոցի թիվ 83 կոտորակ 11, 91 կոտորակ 25 հասցեների առանձնատների գազասպառողների հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Հոկտեմբերի 28-ին ժամը 9:30-ից մինչև հոկտեմբերի 29 ժամը 21-ը կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ախաչատրյան փողոցի թիվ 15, 17, 19, Վաղարշյան փողոցի թիվ 26, Փափազյան փողոցի թիվ 25, 26, 27, 27 կոտորակ 1, 29, Էմինի փողոցի թիվ 82, 92 կոտորակ 1, 92 կոտորակ 2, Ռիգայի փողոցի թիվ 126 բազմաբնակարան շենքերի, ինչպես նաև Էմինի փողոցի թիվ 58-ից 127, Մանուշյան փողոցի թիվ 36-ից 113, Այգեկցու փողոցի թիվ 32-ից 106 հասցեների առանձնատների գազասպառողների հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Հոկտեմբերի 28-ին ժամը 9:30-ից մինչև ժամը 20-ը կդադարեցվի Երևան քաղաքի Նորք Մարաշ վարչական շրջանի Հովսեփյան փողոցի թիվ 24 կոտորակ 30, 24 կոտորակ 33, 56 կոտորակ 6, 56 կոտորակ 7, 24 կոտորակ 3, 24 կոտորակ 2 բազմաբնակարան շենքերի եւ հարակից առանձնատների, 7-րդ փողոցի թիվ 116 կոտորակ 4 բազմաբնակարան շենքի եւ հարակից առանձնատների, Դավիթ Բեկի փողոցի մասնակի առանձնատների գազասպառողների, ժամը 9:30-ից մինչև ժամը 19-ը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ուլնեցու, Բաբայան, Ազատության, Վաղարշյան, Ատիգրանյան, Վրթանես Փափազյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, ժամը 10:30-ից մինչև ժամը 19-ը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Բուսաբանական Էմինսկու, Ռադիշչևի առաջին եւ երկրորդ փողոցների գազասպառողների գազամատակարարումը։ Հոկտեմբերի 28-ին ժամը 9-ից մինչև հոկտեմբերի 29 ժամը 21-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի, ինչպես նաև Հացառատ եւ Արծվաքար թաղամասերի, Գեղարքունիք, Լանջաղբյուր, Սարուխան, Գանձակ, Կարմիր գյուղ, Ծաղկաշեն, Նորադուս, Այրիվան, Լճապ, Բերդգունք, Ծովազարդ բնակավայրերի գազասպառողների, Մարտունի քաղաքի, Վաղաշեն, Աստղածոր, Զոլաքար, Ծովինար, Վարդենիք, Արծվանիստ, Գեհովիտ, Մադինա, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Լիճք, Ծակքար, Ծովասար, Ձորագյուղ, Վարդաձոր, Երանոս, Լեռնակերտ բնակավայրերի գազասպառողների, Վարդենիս քաղաքի Խաչաղբյուր, Լուսակունք, Ծովակ, Կարճաղբյուր, Ակունք, Մեծ Մասրիկ, Լճավան, Մաքենիս, Շատջրեկ, Սոտք, Վանևան, Տորֆավան բնակավայրերի գազասպառողների, Island Fruit, Գավառ Տրանս, Arm, Հայք եւ Նորիկ, Նոր Բագրևանդ, Մարտ Գազ, Մակվիչ, Գոգասեդա ընկերությունների, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Հոկտեմբերի 28-ին ժամը 10-ից մինչև ժամը 18-ը կդադարեցվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի գազասպառողների գազամատակարարումը։ Ժամը 10-ից մինչև ժամը 18-ը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Չարենցի եւ Կոստանյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության պահանջները։ Այսքանն այս ժամին կհանդիպենք ժամը 22-ին։